Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք հիմա ուղիղ եթերում ենք, փորձելու ենք մեր աջակցությունը Վարդան Ղուկասյանին, ես ասել եմ, որ ես աջակցելու եմ իրեն, որպես հայ քրիստոնյա, ես աջակցելու եմ նրա ազատության համար, իսկ մնացած հարցերում նա ինքը կպատասխանի բոլորի հարցերին։ Հիմա փորձենք միանալ Հայաստան, տեսնել ինչ է կատարվում։ Մարինա ջան, եթե դու գծում ես, միացի մեր հետ, ուղարկի ձեր հայցը, որ հասկանանք։ Մարինա ջան, ես արդեն քեզ գտվել եմ, միացի, տեսնենք Մարինա, ես արդեն ուղարկել եմ ձեզ, դուք ուղարկի վերցրեք, ես ուղարկել եմ ձեզ հայցը, արդեն, Մարինա ջան, բարև։ Լսում եք։ Մարինա ջան, լսում եք։ Բարև ձեզ։ Ձեր կամերան չի միանում, որ իր տենակ, բայց ոչ դուք խոսեք, հայրենակիցները տեսնում են ձեզ։ Ինչ իրավիճակ է այս պահին, Մարինա ջան։ Մարինա։ Ես ձեզ լսում եմ, բայց փորձում եմ կադրը։ Չէ, մի կպեք կադրին, հայրենակիցները մեզ տեսնում են, այս պահին Facebook-ը տեսա, թույլ չի տալի, որ դուք ինձ տենակ, ես ձեզ տենամ, դուք խոսեք, հայրենակիցները մեզ տեսնում են։ Մարինա։ Այո, ես ձեզ լսում եմ, կամերան եմ ուզում միացնեմ, փորձեմ։ Կամերան մի փորձեք միացնել, չէ, փորձեք Ֆրանսիա ժողովրդի կողմը ինչ իրավիճակ է, ոստիկանները ինչ ձև են վարվում ժողովրդի հետ։ Մի երկու բան պատմեք իրավիճակից։ Բարև բոլորին։ Կապը դուրս եկավ։ Մեկ վայրկյան սիրելի հայրենակիցներ, փորձենք նորից կապի դուրս գալ։ Դա Facebook-ի խնդիրն ամեն անգամ դուրս ավծում ես։ Մեկ վայրկյան փորձենք նորից կապի դուրս գալ Մարինայի հետ։ Մարինա։ Մենք ես տեսնում ենք, դու կամերային մի կպի, ուղղակի հեռվից նկարի ինչ է կատարում և ասա ինչ է կատարում այս պահին այդտեղ Հայաստանում, դեսպանատան դեմ։ Դրությամբ շատ-շատերն էին եկել այստեղ, համարյա թե գնում են արդեն, բոլորը ժամը 12-ից շատ մարդ կար այստեղ, արդեն քիչ գնում են, ճիշտ ասած ոստիկանների մասին հարցրեցիք, ոստիկանները շատ սիրալիր էին մեզ հետ, ոչ մի խոչընդոտ, ոչ մի բան չի եղել, ամեն ինչ նորմալ է անցել։ Իսկ եղել են մարդիկ, որ ինչ-որ խնդիրներ ստեղծեն կամ պրովոկացիա անեն։ Ոչ չի եղել, տենց խնդիրներ չի եղել, ընդհանրապես ամեն ինչ նորմալ է անցել, ամեն ինչ լավ է եղել, ուղղակի քիչ ենք եղել, էդ է, դժգոհությունս էդ է, մնացածը ամեն ինչ նորմալ է։ Հասկանալի է։ Լավ, իսկ ես իմացա, որ դուք գնալու եք դատախազության առջև, ճիշտ է դա։ Չլսեցի, կներեք նորից։ Ես լսել եմ, որ ինձ հասել է ինֆորմացիա, որ դուք գնում եք դատախազության, դեպի դատախազության շենքի կողմ, դա ճիշտ է, թե հիմա բոլորը գնում են տնօրեն։ Գնանք հիմա Անի Խուդավերդյանին ենք սպասում, տեսնենք ինչ է ասում, ու շարժվենք դեպի դատա։ Իսկ Մարինա ջան, մի հարց, այս ցույցը ով է վարում, վարող կա ցույց, թե դա ինքնաբուխ ցույց է։ Չէ, ինքնաբուխ ցույց է, ճիշտ ասած դոգի կոչով են եկել, դոգի համար են եկել, Վարդան Ղուկասյանի կներեք, Վարդան Ղուկասյանի համար են եկել, Վարդան Ղուկասյանի կոչով են եկել, տենց հատուկ ինչ-որ մեկը չի եղել, կազմակերպի կամ ինչ-որ բան ասի, մենակ Վարդանի ազգանունը մոռացա, իր վիդեոն ես տեղադրել եմ մոտ, Վարդանն էր կոչվել։ Հասկացա։
Տեղեկացրեցին, որ ինչ-որ մեքենաների երթ է եղել, կա այդ երթը, տեսնում եք դուք դա։ Այո, մեքենաների երթ եղել է հենց սկզբից։ Ես նկարել եմ, ես կարող եմ այդ վիդեոները բոլորը, ինչ նկարել եմ, ուղարկեմ ձեզ։ Մի քանիսը ես տեղադրել էի իմիջում, բայց կարամ հետո ձեզ մեսենջերով ուղարկեմ, դուք էլ կտեղադրեք կամ ոնց ձեզ հարմար է։ Հասկացա։ Հիմա Անի Խուզաբերդյան ի՞նչ է, որոշում է գնաք դեպի դատախազություն, թե ոնց, ուզում եմ դա հասկանալ։ Հետ ենք սպասում հենա, ես չգիտեմ, դուք տեսնում եք Անի Խուդավերդյանը, ընդ ժողովրդի մեջտեղը կանգնած է, խոսում են, Կարող եք կամերան թեքել, կարող եք կամերան թեքել այդ կողմը, որ ժողովուրդը տեսնեն մեր հայրենակիցները։ Մի վարքյան 18 դառնալի։ Ստացեկանել մի բազել։ Բարձր։ Ջան, դե ինչ ասեմ, ձեզի բարի ցույց, բարի երթ, շնորհակալ եմ։ Եթե ինչ-որ արտահայտված լինի դատախազության դեպ, խնդրում եմ կապնվեք իմ հետ, եթե ինչ-որ մի նորություն կամ ինչ-որ մի խնդիրներ առաջանա, դուք կարող եք իմ հետ կապնվել, գիտեք ոնց, մենք պատրաստ ենք լուսաբանելու այս ամեն ինչը։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ես էլ ձեզանից եմ շատ շնորհակալ, եթե մի քիչ շուտ միանայիք, դուք ավելի շատ մարդ կտեսնեիք, դրոշներով, պաստառներով։ Կարևորը մարդիկ եկել են, իրանց խոսքը ասել են, դա շատ կարևոր է, մենք հետևում ենք, մենք տեսնում ենք, ուրիշ լուրերով մենք տեսնում ենք, որ ժողովուրդը եկել են պաստառներով, նկարներով, մենք դա հետևել ենք, դրա համար մի հատ ուզեցին, որ ուղիղ եթերով մի հատ էլ հաստատվեց ամեն ինչը, շատ շնորհակալություն, Աստված օրհնի, եթե ինչ-որ նորություն ունի, խնդրում եմ կապնվեք իմ հետ, մանավանդ դատախազության բակում, եթե լինեք, շատ ուրախ կլինեմ, որ կապնվեք այնտեղից։ Հավ, շատ շնորհակալ եմ ձեզանից, Աստված Վարդան Ղուկասյանի հետ։ Լավ։ Մեկ վարքյան, ես հիմա ահա։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտենք, այս պահին ցույցեր են Հայաստանի Հանրապետությունում, ժողովուրդը հավաքվել են Վարդան Ղուկասյանի համար, ազատության համար, այո, ես էլ եմ միանում նրա ազատությանը, որովհետև նա մեր հայրենակիցն է, նա պետք է լինի ազատության մեջ, ես այդպես եմ տեսնում, որովհետև մեր հայրենակիցները ոնց հասկանում եմ տարբեր երկրներում, տարբեր խնդիրներով այսօրվա այս ժառանգած իշխանությունը փորձում է մեր հայրենակիցներին փակի տակ պահել, ինչ-ինչ պատճառներով, շինչ պատճառներով, մենք գիտենք, որ շուտով հեսա Սերոբ Գասպարյանի դատն է լինելու եւ մենք մեծ կոչով ենք լինելու, այսօր ես ունեմ շատ հրատապ մի եթեր կապված Սերոբ Գասպարյանի հետ, օդից կախված լուրերով եկե հասել է ինձ մի բան, որը որ դա աբսուրդ է, եւ ես դա բարձրաձայնելու եմ, որ մեր հայրենակիցները եւ մանավանդ մեր կրված տղեկը, մեր հերոս տղեկը իմանան դրա մասին, ինչա կատարում այս պահին մեր հրամանատարի հետ, սա արդեն աբսուրդ է, այս ամեն ինչն ինչ որ մենք ապրում ենք, եթե սիրելի հայրենակիցներ մենք ոտքի չկանգնենք, խնդիրը ավելի է բարդանալու եւ մենք գիտենք, որ մեր Հայաստանը տարել են դեպի կործանման, նա կանգնած է կործանման ամենամեծ կարմիր գիծ կոչված եզրին, դրա համար մենք փորձելու ենք այսօր ունենալ շատ կարևոր հայտարարություն եւ մենք սկսելու ենք այն գաղափարը, որ ես ասեցի, որ մենք սկսելու ենք աշխարհով մեկ մեր հայրենակիցների հետ մեր անհնազանդությունը եւ կոչը, դա լինելու է բլանկով, մենք կուղարկենք բոլորիդ Facebook-երով եւ դա լինելու է մեր այցեքարտը, որտեղ անհնար է 10 միլիոն ժողովրդին ցույցեր կազմակերպել, դա տեխնիկապես հնարավոր չի, մենք դա հասկացանք, դրա համար եթե դու պատրաստ ես, եթե ուզում ես, այնտեղ մենակ չի դրվելու Սերոպի կամ Վարդան Ղուկասյանի, այնտեղ դրվելու է շատ մի քանի թեմաների, որը սահմանադրությունն է, որը այս պահին իշխանությանն ենք մերժում, գլոբալ կա թեմաներ, որ մենք պետք է խոսենք եւ դրա տեղ մենք պետք է ստորագրենք եւ դա կհավաքվի մեր մոտ եւ մենք կուղարկենք համապատասխան դատարանները, այդ դատարանները
տարիներում մենք կփորձենք մտցնել այդ թղթերը, միլիոնավոր թղթերը, եւ մենք գնում ենք նրան, որ ոչ թե 100,000-ավոր ստորագրություն ենք հավաքելու, սա լինելու է մեր մոտ տրադիցիա, որ երբ որ մենք զգում ենք մեր հայրենակիցներին աշխարհի ինչ-որ մի վայրում խնդիր կա, սա մի միաբանության կոչ է լինելու, սա միաբանվելու բողոքի ակցիա լինելու, որ բոլոր դատարանները, բոլոր սենատորները, բոլոր բարձրագույն դատարանները հասկանան, որ հայի հետևից գալով կա։ Դա շատ կարևոր է, որտեղ ոչ մեկս ապահովագրված չենք ոչ մի երկրում, դա կարող է վաղը քո հետ լինի, կարող է իմ հետ լինի եւ ինչ որ մեկ միլիոնավոր հայերից մեկի հետ։ Դրա համար այս գաղափարը մենք աշխատում ենք, որ շատ արագ կյանքի կոչենք եւ այդ գաղափարը մենք դնելու ենք, իսկ Նիկոլ Փաշովլուն չի հաջողվելու այն ինչ որ մտածել է դա անի։ Մենք կփորձենք այդ ամեն ինչը կանգնացնելու, մենք շուտով մենք ցուցադրենք օրինական փաստաթղթեր, թե ինչպես են մեր երկիրը վաճառել, դա է խնդիրը, որ այսօր ընդդիմադիրներին եւ բարդացողներին այս տեսակ, որ մենք թեմաներ ենք բարձրաձայնում, բռնելով, փակելով, շինթու գործ հարուցելով, սա է ամենամեծ խնդիրը, որ մենք լռում ենք, սիրելի հայրենակիցներ, շատերը դից գրում եք, ինչի մենք եթերներ դուրս չենք գալի, շուշուտ, ինչի բան, ես մի հարց եմ ուզում բոլորիդ տալ, ինչու դուք դուրս չեք գալի, նույնը դա իմ հայրենիքն է, նույնը ձեր հայրենիքն է, նա իմ հրամանատարն է եւ ձեր բոլորի հրամանատարն է, եթե խոսենք Վարդան Ղուկասյանից, նա ձեզ էլ է օգնել եւ շատերին է օգնել, այսօր փորձել մարդկանցից պահանջել ինչի շուշուտ եթերներ մենք դուրս չենք գալի, ես դες հավատացնում եմ, կարիքը դեպքում 24 ժամ մենք պատրաստ ենք մեր բոլոր հայրենակիցների համար եթեր գալու, բայց եթե չկա հաստատուն ինֆորմացիա, խնդրում եմ, եթե դուք հաստատուն ինֆորմացիան եք, այդ նույն հեռախոսը, այդ նույն ինտերնետ, այդ նույն կապը, Facebook-ը դուք ունեք, այնպես որ դա թող լինի ոչ թե մենակ Գևը կամ Պողոսյան Պողոսը, այդ նույնը դուք արեք, այդ նույնով դուք բարձրաձայնեք ձեր բողոքը, մի ամանչեք, ուղղակի ձեր սրտում ինչ-որ կա, բացեք ձեր էջը, ուղղակի խոսեք, այսօր երբ որ նայում եմ հայկական TikTok-ին, 90%-ը ուղղակի աբսուրդ է, ամեն ինչից խոսում են, բայց հայրենիքից չեն խոսում, ամեն ինչից պատմում են, բայց հայրենիքից չեն պատմում, երբ որ ես մտնում եմ շատերի Facebook-ները, նայելով հենց այդ գրողները, որից գրում ենք եւ ինչի չես մտնում ուղիղ եթեր, ես նորից եմ ասել, ես բլոգեր չեմ, ես հայ եմ եւ հայկեն գրող մեկն եմ ձեզանից, ես փորձում եմ բարձրաձայնել եւ չեմ վախենում, որովհետեւ նվիրյալները չեն դավանափոխվում, մենք ունենք տված այրուն, մենք ունենք մեր եղբայրներին տված երթում, որը մենք պահում ենք եւ գնալու ենք առաջ։ Հիմա, որ երբ որ դուք գրում եք ինձ, ես մտնում նայում եմ ձեր Facebook-ը, դուք ամեն նկար կարում եք գցեք, ամեն վիդեո կարում եք գցեք, ինչ ասես գցում եք բացի հերոսների կամ բացի իրական պահանջից, դա է խնդիրը, որ նստելով տունը, նայելով այս ամեն ինչին ու լռում եք, ու սպասում եք, որ Գևը կամ Պողոսյան Պողոսը պետք է մտնի եթեր եւ խոսա։ Այո, մենք մտնելու ենք եթեր, ես ասել եմ, իմ այս հեռախոսը 24 ժամ միացրած է իմ հայրենակիցների համար, ամեն թեմաներում, եթե զգում եմ, որ մեր հայրենակիցները նեղության մեջ են, խնդիր ունեն եւ խնդրեմ կա մեր հայրենիքի սահմանը, դա մենք բարձրաձայնելու ենք։ Երևի այսօրվանից մենք սկսենք արդեն մեկ ուրիշ եթերաշրջանով, մեր մոտ փոփոխություն կա, որովհետեւ ոնց հասկացանք, մենք 24 ժամ պետք է լինենք on-line, դրա համար այս հեռախոսները կանջատվի շուտով, մենք կմիանանք նորմալ կայանի, նորմալ ուրիշ պրոֆիլով, ուրիշ ձև, դա դուք կտեսնեք, սիրելի հայրենակիցներ, դրա համար ես նորից եմ ասում, ձեր աջակցությունը նրանով է, որ հիմա դուք ձեր հեռախոսներով, ձեր անհնազանդությունը, ձեր ուղիղ եթերները դուք էլ սկսեք, մինչև մենք փորձենք այդ բլանկները վերջացնել, բերել մի եզրակացության, այն ժամանակ նոր մենք կուղարկենք բոլորիդ, եւ բոլորը ձեր անհնազանդությունը կգրեք այդ բլանկի մեջ եւ կուղարկեք մեզ, իսկ մենք կփորձենք ուղարկել համապատասխան տեղերը։ Մենք պատրաստ ենք դրանում, դա մեծ աշխատանք է, բայց մենք պատրաստ ենք անելու, որտեղ ստեղ մեր հայրենիքի հարցն է, լինել եւ չլինելու։ Ես ասել եմ, որ շուտով լինելու է մեծ պատերազմ, դա կարող է բլիցկրիգ լինի եւ կարող է երկարատև պատերազմ լինի, ըստ Թուրքիայի կախված, թե Թուրքիայում ինչ կկատարվի այս պահին, արդյոք եթե հեղափոխություն կլինի, այդ ամեն ինչը կախված է այս պահին Թուրքիայից, որ ինչպես, իսկ այս 10 օրվա սահմանը, որ բացել են կամ մնացած իրադարձությունները, մենք խոսենք երևի այսօր
երեկոյան Աստվածօրհնի մենք 24 ժամ կապի մեջ ենք, եթե ինֆորմացիա կա, լուրջ ինֆորմացիա կա, կամ ինչ-որ վիդեոներ կան, կապնվեք իմ հետ, գրեք ինձ, եւ ես կբարձրացնեմ, մենակ խնդրում եմ մի ասեք, ես երբ մտնեմ ուղիղ եթեր, երբ չմտնեմ։ Երբ որ հարկը լինի, երբ որ մենք զգում ենք կարիքը կա այդ պահին, թիրախային տեղ կա, որ պետք է մտնենք եւ բարձրացնենք, մենք անում ենք դա։ Աստված օգնի, կհանդիպենք